Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, այսօր մեր տաղավարում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, մեր վաղեմի բարեկամ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, եւ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, սկսենք Կայա Կալասի հայտարարությունից։ Ոմանց համար բնականաբար Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի ընտրական, այսպես ասած, գործերին միջամտելու կամ մասնակցելու համար շատ բացասական է, որովհետև ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ, որոշ հատվածներ դա հաստատ որակում են որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, կոպիտ միջամտություն եւ նաեւ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում, իսկ իշխանական եւ իշխանամերձ եւ նաեւ արևմտամետ շրջանակները դա բնականաբար գնահատում են շատ նորմալ երևույթ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդելու, այսպես կոչված արդեն հայտնի է միանշանակորեն նշեմ ռուսական հիբրիդային հարվածներից Հայաստանը փրկելու գործընթաց։ Ինչ կարծիք եք դուք, ինչպես եք որակում Կայա Կալասի այս Ախով ասեց, որ եվրոպական այսօրվա բյուրոկրատիան կապ ունի դեմոկրատիայի հետ։ Կարող եմ տասնյակ օրինակներ բերել, որ այդ բյուրոկրատիան քողարկվելով ժողովրդավարության անվան տակ բազմաթիվ երկրներում խրախուսել է ոչ դեմոկրատական process-ներ։ Ռումինիա, Մոլդովա, շարունակություն կարող եմ տալ այս օրինակներին։ Ավելին, ես կարծում եմ արևմտյան մի շարք շահախմբերից այսօր հենց դեմոկրատիան է պետք պաշտպանել։ Կամ արևմտյան ունիվերսալ արժեքները։ Սա մեկ, երկրորդը այս մասին ի դեպ, ինչ որ ես ասում եմ, շատ խիստ ձևով եվրոբյուրոկրատիային ուղղված հանդիմանությամբ խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում անցյալ տարի, որ իրենք ոտնձգում են ժողովրդավարության արժեքների դեմ։ Երրորդը ինչ միջամտությունից են Հայաստանը պաշտպանում։ Դրանք կարելի է լեգենդներ հյուսել, հիբրիդային պատերազմ, ռուսական արտաքին միջամտություն, չափելի որևէ փաստ ինձ ու ձեզ հայտնի չկա։ Կան ինչ-որ մարդկանց ստեղծած միֆեր, լեգենդներ, չափելի փաստ, որ Ռուսաստանը այս է անում, այս կերպ մեր ժողովրդավարությանն է սպառնում, եւ այլն, գոյություն չունի, հակառակը գոյություն ունեն Փաշինյանի մի շարք հայտարարություններ, որ ինքը շատ բարձր որակի մարդկային եւ գործնական հարաբերություններ ունի Պուտինի եւ Միշուստինի հետ։ Չորրորդը այդ որտեղ եք տեսել, ենթադրենք կա այլ արտաքին միջամտություն ռուսական։ Այդ որտեղ եք տեսել, որ մեկ այլ արտաքին միջամտությամբ կարողանան կանխել մեկ այլ արտաքին միջամտություն։ Պարադոքս է։ Իսկ Հայաստանի իշխանության թեթև ձեռքով Հայաստանի ընտրական գործընթացը վերածվում է արտաքին ազդեցությունների բախման կամ արտաքին ազդեցության ձև միջամտության հարթակի։ Սա ունենք, սա ժողովրդավարության հետ բացարձակ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը տղա է բերում իր վերարտադրությունը ապահովելու համար։ Դուք չեք լսի ռուսական որևէ գործի հայտարարություն այս կամ այն ուժին աջակցելու մասին։ Եթե կա սխալվում եմ, բերեք։ Բերեք մի հայտարարություն, ասեք Մոսկվայից հայտարարել եմ, որ, չգիտեմ, Սուրեն Սուրենյանցին եմ պաշտպանում։ Բայց ես հիմա կարող եմ ձեզ հիշեցնել Հական Ֆիդանի անուղղակի աջակցությունը, հայտարարությունը, որ նա աջակցեց Նիկոլ Փաշինյանին 1-2 ամիս առաջ։ Ես կարող եմ ձեզ հիշեցնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի շատ ուղիղ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանին աջակցության մասին։ Ես կարող եմ ձեզ հիշեցնել եվրոչինովնիկների մի շարք հայտարարություններ, ել չասեմ, որ այնքան ներդաշնակ են դարձել Բաքվի եւ գործող իշխանության օրակարգերը, որ հատուկ մասնագիտական պատրաստություն պետք չի ասածս հիմնավորելու համար։ Հիմա այսքանի մեջ, որ ես նշեցի, դուք որտեղ տեսակ արտաքին աջակցություն, որը խաթարում է Հայաստանի ժողովրդավարությունը եւ որտեղ կարող եք ինձ հակաճառել, երբ որ ես բերեցի տասնյակ օրինակներ,
որոնք խոսում են, որ արտաքին աջակցություն կա Նիկոլ Փաշինյանի իշխանության օգտին։ Հետաքրքիր խոսույթ բացվեց, եկեք փորձենք ավելի լավ հասկանալ իրողությունները, Կիրիենկոյի եւ նաեւ ռուսական կողմից այդ հատկացվող միջոցների հարցն են արծարծում, ասում են, որ այդքան միջոցներ են հատկացնելու ոչ միայն Հայաստանում, այլև այս տարածաշրջանում, այսինքն չկա, ուղղակի հայտարարություն է գտնեք։ Որտեղ եք լսել Կիրիենկոյի որևէ հայտարարություն, որին աջակցում է X ընդդիմադիր ուժի, կամ եթե դուք արտաքին աջակցության փաստ ունեք, հարգելի իշխանություններ, դա օրենքով եւ քրեորեն պատժելի արարք է, երբ որ որևէ ընդդիմադիր ուժ դրսից փող է ստանում, ժողովրդական լեզվով ասենք, քրեական գործ արուծեք, հո դատարկ խոսելով չի։ Այդ լրիվ կներեք քարոզչական ֆոն է, ոչ ավելին։ Այսինքն այդպիսի գումար հատկացնելու ընդհանրապես քարոզչական կամ այլ նպատակներով այդպիսի բան գտնում եք, որ չկա։ Հարգելի մանուկ, ես ամենաազդեցիկ ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններից մեկի ներկայացուցիչ եմ։ Ես ես հավատացնում եմ, որ արտաքին աջակցության էլեմենտ նույնիսկ մեր վարկագծում չկա։ Ինչ-որ մեկ ընդդիմադիր երկու կոնսոլիդացիոն կենտրոններ ղեկավարում են մեծահարուստ մարդիկ։ Նույնիսկ ծիծաղելիը էլի, երբ որ մի բան են տարածում իշխանությունները, պիտի մտածեն ինչ են խոսում, կամ խոսալուց առաջ մի քիչ մտածեն։ Այդ ինչով արտահայտվել Ռուսաստանի աջակցությունը։ Ես էլ ասում եմ, սրանից հետո ով որ ինձ նման բան կասի, կասեմ չափելի փաստահեն մի բան ասեք, ես էլ ներողություն խնդրեմ լսարանից, լսարանին ապակողնորոշելու համար։ Օրինակ տեսեք, մեկը կա քաղաք ակտիվիստի տակ հանդես եկող, Դանիել Հովհաննիսյանի մասն է խոսքը, դիմել է դատախազություն, իբր ռուսական ՖՍԲ-ն ընտրակաշարք այնտեղ բաժանում 100,000 ռուբլուց է խոսում, ինչ է խոսում Ռուսաստանում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Ռուսաստանում բնակվող 80,000 մարդու բերի քվեարկության։ Լավ էս հաղորդման անհետեթությունը արդեն դուք զգում եք։ Այդ որտեղից ինքն էլ ՖՍԲ-ին գործակալ ունի, որ իրան զեկուցել են, որ ՖՍԲ-ն տես բան անում։ Կամ փաստեր ունեք եղբայր։ Կոնկրետ քրեական հանցանք մարկանց կոնկրետ շրջանակ կա անում։ Կոնկրետ փաստեր են լինում։ Այդ փաստերը հասարակության համար համոզիչ են դառնում։ Ընդհանուր քննություն մեղավորները պատասխանատվության են ենթարկում, չէ՞։ Հոթում ասելով չի։ Բայց կոնկրետ տեսնում ենք, չէ՞, որ Եվրամիությունում ուղարկում է արագ արձագանքում է խումբ։ Ես էլ ասում եմ, եթե հիբրիդային պատերազմի կամ հիբրիդային հարվածների կոնկրետ դեպք չեք կարողանում նշել, այդ խումբը գալիս է որ ինչ անի։ Միգուցե այդ խումբն է գալիս որ։ Բայց ես ասում եմ հիբրիդային պատերազմը հենց այդ հիբրիդային պատերազմ բերողը հենց այդ խումբն է։ Հա, դուք գտնում եք, որ դա հիբրիդային պատերազմ հասկացությունը Եվրոպայում է։ Հիմա եթե ձեզ 1000 ներողություն եմ խնդրում ձեզանից, եթե ձեզ արտաքին միջամտության սուբյեկտ համարեմ, իսկն համարեմ, որ դուք արտաքին միջամտությամբ անարդար խաղի կանոն եք ուզում հաստատեք ընտրական գործընթացում, փաստ դի բերեմ։ Փաստ, կոնկրետ փաստ, այ պիտի ասեմ, հարգելի մանուկ, ես ես փաստ ունեմ, որը խոսում է այն բանի օգտին, որ արտաքին միջամտություն կա ձեր օգտին, ինչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է։ Երբ դուք ինձ այնպիսի հարցեր եք տալիս, որտեղից հաստատ երևում է, որ ես արտաքին միջամտության գործակալ եմ, այո, թե չսես գիտեք նախընդդիմությունը լվոզել, ընդդիմությունը մեկ ցուցակով չի գնում, հետևաբար մեկ միասնական միավոր չի։ Նախ բարի եղեք, արտաքին հետախուզական ծառայությունը մի հատ անհեթեթ հայտարարություն է տարածում։ Ես էլ ասում եմ եղբայր, բարի եղի նախ անուններ նշել։ Որ ընդդիմադիր կուսակցությունների համար են, որ երկրում են այդ լոբինգը անում, չէ՞, այդ
արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը թարապես նոնսենս էր։ Երկրի անուն չկա, ընդդիմադիր կուսակցությունների անուններ չկան, բայց ասում են sense բան կա։ Կներեք, բայց իմ մոտ տպավորությունն այն է, որ եվրոպական այդ խմբով է այդպիսի բանը գալիս Հայաստան, եւ իրենք ուղակի քողարկելու համար այդ արագ արձագանքման խմբի բուն առաքելությունը սկսել են լեգենդներ հյուսել, հիմնավորելու համար այդ առաքելության գալը։ Ասում են Մարիա Զախարովայի հայտարարությունները, ասում են տարբեր այլ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների, նույնիսկ ոչ պաշտոնյաների, Դուգինի եւ Մյուսի մակարդակով հայտարարություններից է հիբրիդային պատերազմի հոտ գալիս ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, անկախության։ Ինչ կարծիք եք դրա մեջ։ Դուգինը պետական պաշտոնյա չի։ Այո, պաշտոնյա չի, բայց ասում Դուգիններ միլիոնատել Եվրոպայում կա։ Օրինակ Բրայզան առիթ հարցազրույց է տալի մեր բաներին YouTube-յան ալիքներին եւ թուրքական շայրը լոբինգան։ Բայց երբեք իմ մտքով չի անցնում Բրազիայի խոսքը նույնացնել պաշտոնական Վաշինգտոնի խոսույթի։ Կարծիք է, չնայած որոշ հարցերում ընդհանուր են։ Բայց միևնույնն է, Բրազիան մասնավոր անձ է այսօր։ Ինչպես եւ Դուգինը։ Կինն էլ թրքուհի չէ, որքան գիտեմ։ Հա, հիմա ասենք Սալավյովը ինչ-որ հայտարարություն արել։ Էլի նախ դատապարտել ենք ընդդիմում բոլոր ընդդիմադիր սեգմենտները այդ հայտարարությունը դատապարտել են։ Մեկ երկրորդը մենք միայն Զախարովայի հայտարարություններ ենք լսում, նախնադիմության աջակցող ոչինչ չի ասում։ Ինչ-որ խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում կա եւ Զախարովան հաճախ ինձ ոչ հարազատ ձևակերպումներով դրանց անդրադառնում է։ Իսկ ոչ այնքան կոռեկտ ձևակերպումներով, ինչի մասին ես չեմ ամաչում, բարձրաձայնում եմ, որ այդ ինքնիշխան երկրի հետ խոսելու ոչ չի։ Բայց Ալեն Սիմոնյանի հայտարարություններն էլ adekvat չեն, երբ որ խոսում է Ռուսաստանի մասին։ Միակողմանի չի էս երևի։ Դա միջպետական հարաբերություններում առաջացած ինչ-որ ճգնաժամի հետևանք է, հա։ Դա ինչ կապ ունի ընտրական գործընթացի միջամտության եւ հիբրիդային պատերազմի էլեմենտների հետ։ Դե ասում են, որ Ռուսաստանը իսկ կարող է իրանք այլ բաներ ուզում թաքցնել։ միգուցե Որ խելոք եւ կուրորեն մեր քաղաքական կյանքին մասնակից են դարձել Ադրբեջանին իր պահանջներով։ Եթե վտանգ կա մեր ընտրական գործընթացին ու երկրին, դա Բաքվից է գալի այդ վտանգը։ Սահմանադրության փոփոխություն։ Բաց տեքստով ասում են, այստեղ ցանկացած փոփոխություններ քաղաքական կյանքում համարելու են ռևանշիզմի հաղթանակ։ Այսինքն Բաքվի հայտարարությունը մի կոմենտով է, որ ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Կենտրոնացել են Մոսկվայից չեկած ինչ-որ գոյություն չունեցող ինչ-որ վտանգների վրա։ Չի կարել ինտրությունը աշխարհակաղակական շահերի բախման կիզակետ դարձնել։ Այդ իշխանությունն է տղա բերում դրսից, սա իմ համար ակնհայտ է։ Տղա էլ բերում է, որովհետև ներսի տղերքի ձեները չեն բավարարում իշխանությունը վերարտադրելու համար։ Ինչու, ինչպես դուք ասեցիք, լիքը եվրո, այսպես ներկայացուցիչներ ունեն, այսպես եվրոպամետներ, ընդգծված եվրոպամետները կարող բոլորը միասին, հերիք չեն։ Բոլորը միասին մի 4% էլ չունեն։ Բոլորը միասին կրկնում եմ։ Տեսել ենք, չէ՞, Գյումրի Էջմիածին մասնակցել են, տեսել ենք։ Ինչ եղավ։ Հա, այսինքն Գյումրիում 6%-ի պլանկա դրեցին, չհաղթարեցին։ Էջմիածնում 10-եր քաղեցին իբրև թե միայնակ մասնակցության ֆորմատ ընտրեցին, բայց էլի բոլորով մասնակցում էին, այդ 4%-ն էլ չհավաքեցին։ Չէ, Նիկոլ Փաշինյանը իրանց ամենավերջին խումբն է, որոնց վրա կարա հույս դնի։ Ինքը շատ լավ գիտի, չէ՞, մարդկանց ինչքան է փչացրել։ ուզում եմ հասկանալ, վերջի վերջո ըստ ձեզ, այսպես մի քիչ ավելի ընդհանրացնող կարծիք մեր ունկնդիրների համար, Ռուսաստանը 2020 թվականից ի վեր որոշակի մեղավորություններ ունի Արցախի կորստի հարցում եւ ընդհանրապես ինչպես դուք քիչ առաջ նշեցիք այս միջպետական ոչ դրական արդեն կարելի ասել հարաբերությունների հարցում թե ոչ եթե լայն հարգելի մանուկ իհարկե Ռուսաստանը պատասխանատվության իր բաժինը ունի որտեղ ի վերջո
Արցախում ուներ մանդատ։ Ի վերջո բարեխիղճ չի կատարել իր անվտանգային մի շարք պարտավորություններ, թե Ռուսաստանը, թե ՀԱՊԿ-ն Հայաստանի առաջ։ Բայց այստեղ կարծեմ որևէ դիմադիր չի էլ վիճում։ Բայց այստեղ արդեն սկսվում է բայցերը։ Բայց արդյոք մեր իշխանությունը չի ֆետիշացնում Ռուսաստանի պատասխանատվության չափը, որպեսզի սեփական պատասխանատվությունը զրոյացնի։ Իսկ եթե նժարի օրենքով բանանենք, մենք ենք մեղավոր այս ամենի մեջ Հայաստանի իշխանությունը։ Ով էր խնդրել առանց երաշխիքների Արցախը ճանաչել ունիտար Ադրբեջանի մաս։ Դու նախ քո պատասխանատվությունը պետք է ռեալիզացնես, որ դաշնակիցներից ինչ-որ բան ուզես։ Հիմա ուրիշ բան ասեմ ձեզ։ Բա դաշնակիցը խաղաղ կարգավորման պլան է բերում 2019 թվին։ Եղրյակի անունից, բայց Ռուսաստանն էր, չէ՞ ներկայացրել դա։ Հետո որ իգնոր ես անում դաշնակցի բերած խաղաղության պլանը։ Հետո ինչ ես ակնկալում, որ դաշնակիցը 100%-ով պիտի կատարի իր պարտավորությունների բաժինը։ Լավրովի պլանը։ Կամ, երկե։ Կամ երբ որ դու գնում ես Պրագա, արևմտյան կուրատորների ներկայությամբ Արցախը համարում ես Ադրբեջանի մաս։ Ինչ ես ակնկալում, որ Ռուսաստանը ավելի շատ Արցախի շահերը պիտի պաշտպանի, քան դու։ Հասկանում եք, այս տրամաբանական մեղադրանքներ չեն։ Այբ որ պատասխանատու իշխանություն դուք ունենաս, ռուսներին հարցեր ունենք տալու շատ-շատ։ Բայց դա ոչ թե պիտի սկանդալային հայտարարությունների տեսքով լինի, այլ դաշնակիցներ ենք, չէ՞։ Այդ փաստաթղթերն էլ ոչ մեկ չի չեղարկել հայ-ռուսական։ Դա բանակցությունների շատ խորքային, իդեպ ես որ ռուսաստանցի իմ գործընկերների հետ հանդիպում եմ, կլինեն փորձագետներ, թե քաղաքական գործիչներ այդ երկրի, շատ սուր որոշ հարցեր ոչ հրապարակային այդ ֆորմատում բարձրացնում եմ, ես էլ իմ շատ գործընկերներ էլ, այնպես չի, որ իրենց հասցեագրված հարցեր չունենք, այնպես չի, որ այդ հարցերը չենք բարձրացնում, ու այնպես չի, որ իրենց կողմից ընկալում էլ չկա, իրենք էլ են հասկանում, Զատուլինը քանի անգամ իրենց իշխանության սխալներից խոսեց, այնպես էլ չի էլի, որ իրենց մոտ ինչ-որ կատարվել է, իրենց մեղքն ու պատասխանատվությունը ընդհանրապես չեն ճանաչում։ Մյուս կողմից մեր պսևդո արևմտամետներին մի բան եմ ուզում հարցնեմ։ Իրանք չեն նկատում, որ ուրիշ երկրներ էլ մի շարք տեղերում իրենց պարտավորությունները չեն կարողանում կատարել միջնորդի անվտանգության երաշխավորի խաղը մոռացել են Միացյալ Նահանգների ժամփառունակ նահանջ ունեցավ Աֆղանստանից։ Գուցե աշխարհում է ինչ-որ բան փոխվել։ Միայն ՀԱՊԿ-ի ներսում ենք մենք ասում, որ դաշնակցային պարտավորությունները չեն կատարում, բայց տեսնում ենք, չէ՞, քանի օր Թրամփը չի կարողանում գեթ 1 ՆԱՏՕ-ի անդամի աջակցություն ստանալ Հորմուզի նեղուցի գործողությունների մասով։ Իսկ ոնց որ թե միայն ռուսական երևույթ չի։ Աշխարհը այլևս նախկինը չի, եւ մի շարք պարտավորությունների եւ իրավունքների համակարգին վերաբերող մի շարք հարցեր դե ակտուալ են դարձել, կամ նորովի վերաիմաստավորվելու կարիք ունեն։ Կամ 2-3 տարի ՀԱՊԿ աշխատանքներին չեն մասնակցում։ Չէ՞։ Փաստա։ Այո, սառեցված։ Եվ համարը ասում են փաստացի հեռացել են այդ հապկից, բա ուր է ձեր անվտանգության երաշխիքները արևմուտքից ստացած։ Ասում են դիտորդական խումբը բավական է, որ պատերազմ չկա, համաձայն։ Բա որ դիտորդական խումբը տես մեզ կայունացնող գործոն էր։ Դիտորդական խմբի ներկայությամբ ինչ էր Փաշինյանը 2024-ի Գառնանը ոսկե պարտիզներին ասում, եթե զիջումը չանենք, միջև շաբաթվա վերջ Ադրբեջանից կողմից, Թուրքիան կողմից հարձակվելու են մեր վրա։ Նշանակում այն խաղաղության այսպես կոչված դիտորդների շնորհիվ չի ասել։ Զիջումների գնով է ասել։ Այդ ոսկե պարի պահուվել եկանք մի թեթև գոնե անցնենք, չնայած շատ արծարծված հարց է, գիտեմ որ դուք էլ ձեր կարծիքը արտահայտել եք։ Դիտորդները ոսկե պարի տարածքը մերը չէր, դրա համար մենք պիտի տայինք, համաձայն եք թե չէ դրա հետ։ Խնդրեմ, խորհրդային քարտեզներով եթե մերի չեն, զիջենք։ Եթե փաթեթային ալնում Ադրբեջանն էլ հեռանում է այն տարածքներից, որոնք գտնվել են խորհրդային Հայաստանի տարածքում։
բայց մենք տեսնում ենք միակողմանի ակտ։ Մենք խելոք հեռանում ենք, իրենք ոչ մի սանտիմետր չեն զիջում։ Մենք խելոք բոլոր գերիներին բաց թողեցինք, իրենք գերիներ են պահում։ Ուզում եք էլի շարունակեմ։ Խնդրեմ թող համաձայնության գային փաթեթային դելիմիտացիայի դեմարկացիայի շուրջ եւ հասարակությանը ներկայացնեն, որ ճշգրտորեն վերարտադրում ենք Խորհրդային Միության 1976 թվականի քարտեզներով, չեմ ասում 76, որտեղ դա վերջի քարտեզն է։ Ամրագրված սահմանները։ Այդ դեպքում իմ քննադատությունը տեղին չէր լինի։ Բայց Խորհրդային Հայաստանի տարածքային ամբողջականությանը մաս կազմող, այսինքն ներկայիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս կազմող 208 քառակուսի կիլոմետր գտնվող օկուպացիայի տակ, Տաղշում ասում ես իրանց տարածքները իրանց հետ եմ տվել։ Այսինքն որտեղ է լոգիկան։ Իրենք ասում են արդեն խաղաղությունը դրանով հաստատ բերեցինք, արդեն մեզ որևէ վտանգ չի սպառնում, տեսեք, անգամ Պարսկաստանի հետ կապված ինչ իրադարձություններ են տեղի ունենում, բայց Հայաստանում խաղաղ է, որևէ մեկը չի հարձակվում Հայաստանի վրա, սահմաններում վիճակը խաղաղ է, զինվորներ, սահմանապահներ չեն զոհվում եւ այլն եւ այլն։ Եվ դեռ ավելին էդ էլ ավելացնեմ, որ բոլոր դեպքերում որակում են եթե ընդդիմադիրները հաղթեն կլինի պատերազմ։ Եթե իրենք հաստատ Նիկոլ Փաշինյանը Ալիևին ասում է հանգարց, եթե չվերընտրվեմ, հանգիստ հարձակվի Հայաստանի վրա, որտեղ կարող ես ներկայացնել, որ ռեվանշիստներն են եկել, այն դեպքում, երբ որ ընդդիմադիր որևէ ուժի խոսույթում չկա անգամ արցախցիների վերադարձի կետ։ Բացեք նայեք, ընդդիմադիր որևէ ուժ նույնիսկ արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնում, այս պայմաններում դա համարելով ոչ իրական։ Էլ չեմ ասում Արցախ վերադարձնելու կամ բան։ Չկա ուղղակի տենց ուժ գոյություն չունի, չեք կարող գտնել։ Մեյնսթրիմում դուք ձեր ուժն էլ դա չի ասում, որ Արցախի վերադարձի հարցը Ռոբերտ Քոչարյանն էլ չի ասում, Սամվել Կարապետյանն էլ չի ասում, Թաթոյանն էլ չի ասում։ Ասում են այդ առումով նույնական են իշխանության եւ նույնական չեն, մենք քննադատում ենք, որ իշխանությունը հասցրեց այս վիճակին եւ երաշխավորված խաղաղության կոնցեպտ են առաջ տանում՝ ի տարբերություն ամենից զիջելու իրենց քաղաքականության, հա։ Հիմա իսկ ո՞րն է այդ երաշխավորված քաղաքականության կոնցեպտը։ Որ միջազգային միջազգային միջնորդներ եւ երաշխիքներ լինեն, որ երկրների կողմից հատկապես իդեալական կլներ, որ Մինսկի խումբի նախկին եռյակը հենց դե ինչ-որ անունով կամ առանձին վերցրած դա կոնկրետ առաջարկություններ։ Դա կոնկրետ առաջարկություն։ Բայց կիրականանա։ Իհարկե կոնկրետ, ես համարում եմ իդեալական, նույնիսկ կոնկրետ, եթե իրականանա, բայց մենք բանակցում Հայաստան այդ ուղղությամբ ընդհանրապես որ նման բան լինի։ Ասում է որ չի լինի եւ ասում է որ Ռուսաստանը չի ուզել։ Ալիևը չի ուզել։ Միացյալ Նահանգները, երբ որ փաստաթուղթը ստորագրվում էր օգոստոսի 8-ին, որտեղ եք տեսել, որ վկան կողմերին երաշխիքներ տա, բացարձակապես որևէ անվտանգության երաշխիք չի տվել։ Էն էլ ասեմ, թե չասեմ, բայց երևի ասեմ։ Ասեք։ Իսկ թրիփը հիմա ով է թրիփի հեռանկարին ընդհանրապես վերջի իրադարձությունից հետո մնում է օրակարգում, թե չի մնում։ Ոչ, իհարկե ոչ։ Ինչու՞։ Եթե հանկարծ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հիպոթետիկ ենք վերցնում, կարողանան ռազմավարական հաջողության հասնել այս պատերազմում, թրիփ այս ձևով իրանց ընդհանրապես պետք չի այլևս, որովհետև դա նաև հակաիրանական պրոյեկտ էր։ Ակտուալությունը կորցնում։ Եթե Իրանում փոխվի, հասկացա։ Եթե հանկարծ ստրատեգիական պարտություն կրեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, ձեր կարծիքով դրանից հետո Իրանը թողելու է իր քթի տակ դեսպան սարքել։ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգում ինքը խոստովանեց, որ Միացյալ Նահանգները այնքան զբաղված են այդ պատերազմով, որ թրիփը իրենց համար առաջնահերթություն չի։ Այսինքն ինքը ակամայից խոստովանեց, որ այն լեգենդը նախընտրական խաղաղության, որ ինքը հյուսել է, գոյություն չունի այս բային։ Այնքան ամեն ինչը պարզ է։ Սրա համար պետք չի այն ինչ որ հիմա ես գեներացնում ու խոսում եմ, նույնիսկ պետք չի բարձրակարգ քաղաքագետ լինել այս բաները հասկանալու համար։ Միացյալ Նահանգների որևէ պաշտոնյա Հայաստանի նկատմամբ անվտանգության երաշխիքներ տրամադրելու կես խոսք անգամ չի ասել։ Կես խոսք։
Այդ առումով իրանք շատ անկեղծ է եղել։ Ասում են այդ ռազմավարական համաձայնագիրը կներեք, այդ ռազմավարական համաձայնագիրը դեռ թրիպից առաջ կնքված, արդեն դրանում շատ բան կար, համաձայնվում որ որևէ բան դաշնակցային հարաբերությունների հետ որևէ կապ չունեցող փաստաթուղթ։ Այն երաշխիք չեք տեսնում։ Դա նույնիսկ փաստաթուղթ չի, որը պետք է անցնի երկու խորհրդարանների վավերացմամբ։ Ինչ է դա, ուղղակի, հա։ Բարի քաղաքական մտադրությունների ընդհանրապես։ Իհարկե, որ մի հատ օրինակ ասեք, որտեղ Միացյալ Նահանգները ստանձնել են պարտավորություն պաշտպանել Հայաստանը այն դեպքի համար, երբ մենք ենթարկվում ենք մեր թշնամիների հարձակմանը։ Սա է դաշնակցային հարաբերությունները։ Մնացածը բարի խոսքեր են, բարի մտադրություններ են, այն կարգի ոչ իմպերատիվ, որ չեն ենթադրում անգամ փաստաթղթային այնպիսի ֆորմատ, որն իր հերթին կենթադրի խորհրդարանական վավերացում։ Ինչը կշտկեիք, եթե դուք այսօր նաև դուք ստանձնեիք իշխանություն արտաքին քաղաքականությամբ։ Այ մի կարևոր բան ասեցիք։ 3 բան կասեմ իմ։ Խնդրեմ, 3 բան կասեմ։ Զրուցակիցների համար այդպես առարկայական երկուսը արտաքին քաղաքականությանը վերաբերող, մեկը ներքին։ Նախ առաջի գործս կլիներ ներքին, որտեղ դա ուղիղ ազդելու է արտաքին հարաբերություններում դիմակայունության ուժեղացման վրա։ Այո։ Ներքին համերաշխություն կհաստատե երկրում, այս խրամատները կվերացնեի սև, սպիտակ, ներկան, նախկին, եկեղեցու կողմնակից ու հակառակորդ, հայաստանցի, արցախցի, հարուստ, աղքատ, ինչքան հնարավոր բաժանարար գիծ կա Նիկոլ Փաշինյանը մտցրել է, այդ կվերացնեի։ Այո։ Սա առաջին, երկրորդը, ինչպես արդեն ասեցի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կբերե երաշխավորված խաղաղության դաշտ, իսկ դա առաջին հերթին ենթադրում է միջազգային երաշխիքների եւ միջնորդների ներգրավվածության համակարգ։ Սա կոնկրետ բան եմ, չի ասում։ Տեսեք, նույնիսկ խաղաղության պայմանագրի բովանդակության մասին չեմ խոսում, երաշխիքների մասին եմ խոսում։ Եվ երրորդը, արտաքին քաղաքականությունը կվերադարձնել հավասարակշռության դոկտրինի տիրույթ։ Այսինքն ինչպես նախկին իշխանությունում իսկ Նիկոլի, այսպես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ասում են, որ այդ ժամանակ եւ նաեւ արևմտամետները այդ ժամանակ չի եղել բալանսավորված եւ ավելի շատ այսպես 90-95%-ով մեր վեկտորը դեպի Ռուսաստանն է եղել միակողմանի, համաձայն եք։ Եվ անհարմար է որ ստում են։ Ես ընդհանրապես որուղեղի շատ ծանրաբեռնվածություն չտամ, երկու դեպք եմ բերել։ Ռուսաստանի հետ մեծ պայմանագիր կնքած Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Հայաստանի միակ ղեկավարը, որը պետական բարձր մակարդակի ընդունելության արժանացել Սպիտակ տանը։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում, ոչ թե թրիպի շրջանակում կամ սա մեկ։ Ռուսաստանի դաշնակից երկրի նախագահը պետական ընդունելության արժանանում Սպիտակ տանը։ Երկրորդ օրինակը բերեմ, որ հասկանանք ինչքան են խաբում մեզ։ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ դարձրած Սերժ Սարգսյանը բարձր մակարդակի փաստաթուղթ է 2017 թվականին ստորագրել ՍԵՊԱ-ն, Եվրամիության հետ։ Այդ հակառակորդներն էլ ասում են այդ ՍԵՊԱ-ն մեր տունը քանդեց, այսինքն ՍԵՊԱ-ն պետք է չլիներ Ռուսաստանը թշնամացած։ Հիմա Հայաստանի Չէ, ինչա թշնամա, դա կապ չունի։ Կապ չունի, հա, ռուսները դրան վատ հայացքով չեն նայել ըստ ձեզ։ Կարողացել էր մարդը, իհարկե ոչ։ Այսինքն, եթե ձեր ասած տրամաբանությամբ հետ գնանք, ստացվա Նիկոլ Փաշինյանը ռուսների դրածոն էր, հա, որ ՍԵՊԱ-ի ստորագրումից մի քանի ամիս հետո բերեցին իշխանության։ Այդ շատ ավելի վատ տեղ է տանելու իշխանությունները։ Վերջը պարզվելու է, որ չասեմ ինչա պարզվելու։ Բայց ես այդ վարկածը բնականաբար չեմ ընդունում։ Հիմա էլ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնց իշխանությունները հավասարակշռության դոկտրինին հավատարիմ են եւ բոլոր աշխարհակաղակական կենտրոնների հետ կայուն հարաբերություններ են կառուցում։ Մեկի դժբախտությունն է մեր հարևան Ադրբեջանն է։ Մյուսը Ղազախստանը։ Տեսեք ինչ բազմավեկտոր Ռուսաստանի դրած ստրատեգիական հարաբերությունները չեն տուժում։ Բարձր մակարդակի հարաբերություններ ունի Չինաստանի հետ, Թուրքիայի հետ։
Ադրբեջանը ռուսների հետ մի հիմա վատ հարաբերություններ չունի։ Մերպես չի ամենայն դեպս։ Բայց վերջերս սրվեցին, չէ՞, հարաբերությունները։ Ոչ մեկ չի ասում նույնիսկ դաշնակիցների հարաբերություններում սրվածություն չի լինի։ Հիմա դիվանագիտական փոխհրաձգության մեջ են Հորմուզի նեղուցի հետ կապված պատմության պատճառով Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները։ Բայց որևէ մեկի մտքով չի անցնում կասկածի տակ դնել նրանց ստրատեգիական դաշնակիցներ լինելը։ Հա, լինում են։ Նույնիսկ դաշնակիցների հարաբերություններում լինում են ճգնաժամեր, փոքր, մեծ ճգնաժամեր, ինչ-որ անհասկանալի բաներ, որոնք շատ արագ կարգավորվում են կամ այդ երկրները վերաիմաստավորում են իրենց հարաբերությունները։ Պարոն Սուրենյանց, մեր այսօրվա զրույցը սկսելուց առաջ ձեզ հետ բարեկամաբար զրուցում էինք ներքին կյանքի հետ կապված շատ կարևոր հարցերի շուրջ եւ բոլոր դեպքերում դուք ինձ լավատեսական բաներ չասեցիք, քանի լինել ընդդիմադիր որպես ընդդիմադիր գործիչ, ընդդիմադիր դաշտի վերաբերյալ լավատեսական բաներ չասեցիք եւ ես մտածեցի, որ ամեն դեպքում ընդդիմադիր դաշտում գործերը մեղմ ասած լավ չեն։ Ես նման բաներ չեմ ասել, ես ասել եմ ընդդիմությունը ունի առաջադրանք։ Հիմա էլ եմ ասում, ինչ-որ ասել եմ, կարող եմ բարձրաձայնել եթերում։ Ընդդիմությունը եթե արդյունավետ գործի իր տարբեր թևերով եւ կարողանա տեղամասեր բերել 1.300.000-ից ավելի ընտրող, այդ նշանակի համոզիչ է դարձել հասարակության համար, իշխանապողությունը անխուսափելի է։ Եթե այս ընդդիմությունը, այս առաջադրանք ընդդիմությունը ձախողի, կան 1.100.000-ից մինչև 1.200.000 ընտրող, ընդդիմությունը կձախողվի։ Հիմա ասածը սա է եղել մինչև մեր Իսկ լավ է աշխատում ձեզ ընդդիմադիր ավելի կեսերին իսկ կանչեք տաղավար հույս ունեմ մեկ ամիս հետո ես արդեն շատ անկեղծ անկախ նրանից որ ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններից մեկի ներկայացուցիչ եմ շատ անկեղծ կասեմ ընդդիմության գործնական դինամիկան դրական է թե բացասական Բարձր սիրով կարծում եմ իհարկե մեծ սիրով կկանչենք կհրավիրենք ձեզ այ տեսեք Իշխանական շրջանակները միշտ արդեն բաներ կան, որ ուղղակի թմքահարում են։ Բժշկական ապահովագրություն, որ տարիներ, տասնամյակներ։ Ինչի հետևանքով բժիշկների աշխատավարձը շեշտակի պակասել է։ Ահա։ Կամ հարկերը ավելացրել են գործատուների ու քաղաքացիների վրա, այդ համակարգը ներդրել են, այդտեղ հատուկ տաղանդ պետք չէր ունենալ։ Բայց ամեն դեպքում չեք համարում, որ գրավիչ է, ասենք, ժողովրդի մի շատ զգալի հատվածի համար, որովհետև մարդիկ փողի խնդիր ունեն մեջ, այս ամսվա կեսից կզգան մարդիկ, որ այդ առողջապահության այն համակարգը ապահովագրության, որ ներդրվել է Հայաստանում, չմշակված է եւ ավելի շատ հակասոցիալական է։ Իրանց հաշվարկը առաջի 4-5 ամիսների վրա ընտրությունների խնդիրը սպասարկելն է։ Ես ճիշտ ասած մեր առաջի ալիքով ձեր մասնակցությամբ հաղորդումը դիտեցի չքաղաքականացնել մհերի հետ եւ այնտեղ դուք խոստովանեցիք նաեւ ավելի շատ համակողմանիորեն ներկայացրեցիք ձեր կուսակցության գաղափարախոսությունը եւ ասացիք որ մենք ավելի շատ սոցիալիստամետ, սոցիալ-դեմոկրատամետ կուսակցություն եք եւ բնականաբար պիտի որ այս ընտրական արշավի ընթացքում էլ սոցիալական հարցերին առավել շատ տեղ հատկացնում եմ այդ տեղը Խնդիրը ներքին դաշտում ինչ կփոխեիք ներքին կերեկի համակարգից մարդուն կազատեի գլխավոր բանը որն է դա հեղափոխությունից առաջ էլ հեղափոխությունից հետո էլ Հայաստանում գործում է մի հատ կերեկի համակարգ որը հարկահանության օբյեկտ է դարձրել քաղաքացուն եւ հակասոցիալական քաղաքականություն է վարում այսինքն շեշտը դրված է իշխանության շահի Հաչ ձևակերպված շահի վրա շեշտը դրված է ոչ թե մարդկանց կոմֆորտը բարձրացնելու, այլ իշխանության ընթացիկ օրակարգեր սպասարկելու վրա մարդուն առաջին հերթին իր կյանքի որակով իր աշխատանքի առողջապահության կրթվելու իրավունքով այս ծրագրերի վրա շեշտի կդնեի եւ աշխատում ենք Առաջարկ Հայաստանի նախագծի շրջանակներում նման մշակումներ անել։
Ինչքանով դա կստացվի կամ ինչքանով համոզիչ կլինի հասարակության համար, ինչպես ասացի, 1 ամիս հետո կարող եմ ասել։ 1 ամիս հետո կարծում եմ շատ հետաքրքիր հանդիպում կունենանք։ Ամեն դեպքում պարզ է, որ այսօր ընդդիմադիր դաշտի վերաբերյալ շատ ու շատ փակագծեր բացելը դա ճիշտ չի, տեղին չի, բայց չեք կարծում, որ բոլոր դեպքերում այ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեր մատնանշած առաջարկով է հանդես բերել, որ ինչ որ մեկը պիտի լինի ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացնողը։ Հակառակ դեպքում ես հասկացա այդ խոսքից նաև ենթատեքստում, որ ընդդիմությունը կպարտվի իշխանությունին հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի անձի հանդեպ ես քաղաքական այդ կոնֆիգուրացիան հիմա չեմ տեսնում Հայաստանում։ Հիմա Հայաստանում 3-4 ուժեղ կոնսոլիդացիոն կենտրոնների փուլն է, փառքաստու այդ վիճակը կա։ Սա էլ Կարապետյանի շրջակոնսոլիդացիանում, Ծառուկյանի շուրջ, երկրորդ նախագահ Արման Թաթոյանի հետ շուրջ համախմբումը, այսինքն մեկ միասնական ընդդիմություն ու բոլորին համախմբող ընդդիմադիր լիդերի ֆենոմեն ես այս պահին չեմ տեսնում։ Այս կոնֆիգուրացիան, եթե լցվի բովանդակությամբ, այսինքն կոնսոլիդացիոն կենտրոնները ոչ միայն կարողանան համախմբել, այլ նաև կարողանան հասարակության արդյունավետ ծրագրեր ներկայացնել, շատ արդյունավետ է գործում։ Ես արհեստական մեկ միասնական կոնսոլիդացիա, մեկ միասնական ընդդիմություն այդ թեզերի զգուշորեն եմ մոտեցել, հիմա էլ այդպես կշարունակեմ անել։ Այսինքն գտակ, որ բոլոր դեպքերում այս ապահովագրական համակարգը եւ նաեւ թոշակների բարձրացումը, տեսեք, որպես սոցիալ-դեմոկրատական մեծ կուսակցություն, սրանք ներքին դաշտով, ներքին տրամաբանությամբ հիմնավորված չեն, եւ սրանք հիմնավորված չեն։ 78 միլիարդ, իհարկե։ Ֆիննախ ասում է, թողենք ջուրը։ Այդ կրթատու կենսաթոշակների բարձրացման քննարկման ժամանակ Ֆիննախ ըստ էության ասաց, ես չգիտեմ որտեղից են վերցնելու այդ 78 միլիարդ դրամը տարեկան, որովհետեւ սպասարկեմ թոշակների բարձրացումը։ Բյուջեով նախատեսված ծախս չի դա։ Ես միայն ուրախ եմ, որ բարձրացել է կենսաթոշակները, գուցե ավելին է պետք բարձրացնել։ Բայց կառավարությունը դարել է ռոպեական, այսինքն կոնյունկտուրային նպատակներով, նույնիսկ տնտեսագիտորեն հաշվարկված չի։ Իսկ եթե այդպես է լինում, հետո քաղաքապետական պարկ բարձրանա, կամ միակ պետական սոցիալական ծրագիր կրճատվի, կամ դեֆիցիտը մեծանա բյուջեի։ Այս դեպքում այդ 10,000 դրամը հետո անգամներով ավելի քերվելու է հենց այդ նույն թոշակառուի բանի մաշկից։ Խոսքը սրա մասն է։ Կամ առողջապահության ապահովագրության համակարգ եք դրել, համատարած բժիշկների աշխատավարձը իջնում է։ Չի կարա այդ համակարգը սպասարկող գլխավոր սեգմենտը սկսի ավելի վատ ապրել կամ կանգնել կրճատումների անհրաժեշտության շեմին։ Նշանակում է այդ համակարգը, որը ներդրվել է, հակասոցիալական է։ Այսքան բան։ Բարձր։ Այս առումով էլ լավատեսություն չունեք, ցավոք սրտի, եւ մի երկու խոսքով վերջում խոսենք տարածաշրջանի զարգացումներից, այսինքն մենք գիտենք, որ մեր հարևան եւ բարեկամ Իրանի հետ ինչ է կատարվում հիմա եւ ինչ է կարծում ձեր քաղաքագիտական կարծիքը, վերլուծական կարծիքը, այս պատերազմը կծավալվի եւ կընդգրկի նաեւ մեր հայրենիքը, թե ոչ, թե վերջերս չեմ ուզում անել, բայց առայժմ էլի լավատեսության որևէ նշան չկա, պատերազմը դադարելու որևէ նշան այս պահին չեմ տեսնում։ Մի կողմից Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրենց ռազմավարական նպատակին չեն հասել, այսինքն ակնհայտորեն Իրանի էլիտան կոնսոլիդացված է եւ հասարակության մեջ էլ ընդդիմադիր տրամադրություններ չկան։ Մյուս կողմից ինչքանով Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմանա այն բարբարոսական հարվածների շատ դեպքերը, որ ասվում են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից, դժվար է կանխատեսել։ Ես մի քանի ամիս էլ դերևս այս պատերազմական գործողությունների ծավալումը հնարավոր եմ համարում։ Ցավալի մի բան կա, ասեմ, մեզանից կախված էլ չի, մենք կներգրավենք այս պատերազմի օրձանուտում, թե չէ։ Մեզ մնում է Աստծուն աղոթել, որ նման բխուր հեռանկար չի լինի։ Ամեն դեպքում Աստված տա լավ լինի, ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում եւ ինչպես պայմանավորվեցինք, կարծում եմ, որ ապրիլին կհանդիպենք։ Այո, Աստված առաջ։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց։ Ձեզ էլ։
Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Սիրելի բարեկամներ, դիմում եմ այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Armix News ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։